Սոցիալ-տնտեսական իրավիճակն էլ ավելի չվատացնելու, երկրում բողոքի ալիք չբարձրացնելու եւ կայունությունը ապահովելու համար Ռուսաստանի իշխանությունների նոր ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որոնք արևմտյան պատժամիջոցների եւ նավթի ցածր գների պայմաններում պետք է փնտրել երկրի ներսում միայն։ Сегодня мы, как и договаривались, рассмотрим план действий по обеспечению социально-экономического развития страны на 2016 год. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր խորհրդակցություն է անցկացրել հակաճգնաժամային ծրագրերի հարցով։ Мы должны найти взвешенные решения, которые позволят сохранить и макроэкономическую стабильность, и обеспечить выполнение социальных обязательств, даже с учетом жестких բյուջետных ограничений. Մենք պետք է գտնենք ճիշտ որոշումներ, որոնք թույլ կտան ապահովել տնտեսական կայունությունն ու կատարել մեր սոցիալական պարտավորությունները, նույնիսկ բյուջեի խիստ սահմանափակ լինելու պայմաններում։ Զեկույցով հանդես էր եկել նաև Ռուսաստանի տնտեսության նախարար Ալեքսեյ Ուլուկաևը, ով իրավիճակը տնտեսությունում ճգնաժամային է որակել եւ ասել է, որ այդ իրավիճակը ստիպում է իշխանություններին նոր սեփականաշնորհում անցկացնել ոչ բարենպաստ պայմաններում։ Ուլուկաևի փոխանցմամբ հակաճգնաժամային ծրագիրն արժե շուրջ 9.5 միլիարդ դոլար եւ անհրաժեշտ գումարից 2.5 միլիարդը պետք է ծախսեն պահուստային ֆոնդից, այսինքն Ռուսաստանի կառավարությունը հավելյալ շուրջ 7 միլիարդ դոլարի պահանջ ունի։ Ելքը Ուլուկաևը տեսնում է նոր սեփականաշնորհման մեջ։ 2014-15 թվականներին շուկան անկում է ապրել եւ մենք սպասում ենք, որ իրավիճակը կփոխվի։ Այսօր հասկացել ենք սակայն, որ այլևս չենք կարող սպասել։ Բյուջեի հետ կապված իրավիճակը ճգնաժամային է եւ իրավիճակն այնպիսին է, որ լավատեսական սպասումներ չկան, ասել է Ուլուկաևը։ Ռուսաստանի իշխանությունները ճգնաժամի հետևանքները մեղմելու ճանապարհներ են փնտրում, որոնք թույլ կտան ապահովել կայունությունը բյուջեի փաստացի դեֆիցիտի պայմաններում։ Այդ ճանապարհներից մեկն էլ նոր սեփականաշնորհումն է։ Խոսքը ռուսական խոշոր պետական ընկերությունների մասին է, որոնք կարող են սեփականաշնորհել միայն ռուսական իրավաբանական անձինք եւ միայն ռուսական կապիտալով։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը կառավարությանը հանձնարարել է սեփականաշնորհման ենթակա ընկերությունների ցուցակ ներկայացնել։ Վեդոմոստին հայտնել է, որ խոսքը Ռոստելեկոմ, Տրանսնեֆտ, Աերոֆլոտ, Ռոսնեֆտ ընկերությունների մասին է։ Ավելի վաղ Ուլուկաևը հայտարարել է, որ Սբերբանկի սեփականաշնորհման մասին խոսել է դեռ վաղ է։ Սեփականաշնորհման գործընթացը Ռուսաստանի կառավարությունը ամենայն հավանականությամբ կանցկացնի տարվա վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, քանի որ 90-ականների սեփականաշնորհումից հետո գաղափարը մեղմ ասած պոպուլյար չէ Ռուսաստանի բնակչության շրջանում եւ բացասական տրամադրություններից խուսափելու համար մինչեւ ընտրությունները սեփականաշնորհում կառավարությունը չի անցկացնի։ Հատկապես որ նոր հարցումները վկայում են, որ ռուսաստանցիների կեսին չի գոհացնում կառավարության աշխատանքը։ Լևադա կենտրոնի հունվարին անցկացրած հարցում օրինակ հենց սա էր վկայում։ Հավելեմ, որ այսօրվա խորհրդակցությանը զեկույցով հանդես էր եկել նաև փոխվարչապետ Իգոր Շուվալովը։ Նա մասնավորապես առաջարկել է ճգնաժամի պայմաններում հրաժարվել նոր շենքեր կառուցել պետական տարբեր կառույցների համար։ Բոլորին հայտնի է, որ կապիտալ շինարարությունը գողության ամենադյուրին ճանապարհն է, ասել էր այսօր ռուսաստանցի պաշտոնյան։